Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը հրահրել է կոնֆլիկտ Իլհամ Ալիևի եւ Վլադիմիր Պուտինի միջև, հարգելի հեռուստադիտողներ, վերջին շրջանում մենք կրկին ականատեսնենք լինում նրա, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ամբիցիաները շատ ավելին են, քան վերահսկողություն հաստատել Արցախի հանրապետության նկատմամբ։ Իր ամբիցիաները այնքան մեծ են, որ հասնում են մինչև Պարսկաստան, մինչև Իրան եւ մինչև Ռուսաստանի Դաշնություն։ Ընդհանրապես վերջերս օկուպացված հայկական Շուշիում, երբ որ Ալիևը մեդիա ֆորում էր իրականացնում, նա հերթական անգամ սովետական զորքերը անվանեց դե ֆակտո, անվանեց օկուպացիոն զորքեր, ընդհանրապես սովետական իշխանություն, մոռանալով, որ իր հայրն էլ սովետական KGB-ի սպա էր, իսկ իր վերջին հարցազրույցի ժամանակ, որը նա կրկին հայկական Նախիջևանում էր տալիս, ինչ էր ասում Իլհամ Ալիևը, ասում էր, որ այո, Ռուսաստանի հետ կային որոշակի պայմանավորվածություններ, բայց Ռուսաստանը այդ պայմանավորվածությունները չպահեց կամ չկարողացավ այդ պայմանավորվածությունների իրագործումը իրականացնել։ Այդ իսկ պատճառով էլ օրինակ ի հայտ եկավ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ի հայտ եկավ այսպես կոչված թրիփ նախագիծը, որը իրականում Զանգեզուրի միջանցքն է, մի խոսքով Ռուսաստանի նկատմամբ որոշակի դժգոհությունը Ադրբեջանի իշխանությունների վերջին շրջանում շատ ավելի ակնհայտ էր լինում, բայց իրականությունը նաև կայանում է նրանում, որ մենք նաև արդեն պետք է սովորած լինենք, որ բացի դժգոհությունից Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները իրենք վերջին շրջանում ունենում են կոնֆլիկտային բնույթ, հիմա այդ կոնֆլիկտին մենք կանդրադառնանք ավելի մանրամասն։ Բանը հասել է նույնիսկ նրան, որ Ռուսաստանի դեսպանին Ադրբեջանում կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, բայց արձանագրենք ինքներս մեզ համար Նիկոլ Փաշինյանի գործոնը ինքը ռազմավարական առումով վնաս է տվել Հայաստանի Հանրապետությանը, որովհետև Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով մենք զրկվեցինք Արցախի Հանրապետությունից, 20 թվականին հրահրվեց պատերազմում պարտություն կրեց, եւ ըստ երևույթին շատերի նաև գնահատմամբ, շատ փորձագետների գնահատմամբ դա կանխատեսելի եւ ծրագրավորված պարտություններ, դրանից հետո եղավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի հակաարցախյան դավադրությունը, երբ որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, իսկ ահա 2023 թվականին, երբ որ Ադրբեջանը էթնիկ զտում իրականացրեց ընդդեմ Արցախի Հանրապետության, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, ոչինչ, հայկական զինված ուժերը հեռադիտակներով հետևում են նրան, թե ինչպես է Լաչինի միջանցքով դատարկվում Արցախի Հանրապետությունը, Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում էր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ոչինչ չի սպառնում, արանքից, այսպես ասած, դուրս եկավ Արցախի հարցը, դա ոչ միայն վնասեց Հայաստանին, դա խնդիրներ է ստեղծել ռազմավարական առումով եւ երկարաժամկետ առումով Իրանի Իսլամական Հանրապետության համար, բայց դա նաեւ խնդիրներ է ստեղծել Ռուսաստանի Դաշնության համար, որովհետեւ ամբիցիաները Ալիևի սկսել են շատ ավելի վառ արտահայտվել հենց այն բանից հետո, երբ որ Արցախի Հանրապետությունը անկավ։ Իսկ հիմա եկեք գանք անմիջապես այն կոնֆլիկտին, որը վերջին օրերին է ծավալվում Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի միջև, իդեպ Ալֆայի եթերում այդ կոնֆլիկտի մասնակիցներից մեկի հետ զրույց ենք ունեցել, շատ շուտով դուք կարող եք մեր բոլոր հարթակներում լսել փորձագետներից մեկի կարծիքը, ով կրկին ասենք պատճառը հանդիսացել Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև կոնֆլիկտի, ինչի մասին է խոսքը, երեք Ադրբեջանում միջազգային հետախուզում է հայտարարվել երեք ռուս փորձագետների նկատմամբ Ալեքսեյ Չեդաև, Իվան Կնյազև եւ Սիմեոն Ուրալով, ավելին Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպանին կանչել են երկրի արտաքին գործերի նախարարություն, մի խոսքով բողոքի նոտա են հանձնել, բողոքել են վերոհիշյալ քաղաքագետների գնահատականներից, կարծիքներից, ասել են, որ այդ գնահատականներում, այդ կարծիքներում կա սպառնալիք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, ընդհանրապես գիտեք շատ հետաքրքիր իրողություն է, բայց սա արդեն իրականում Ռուսաստանին բաց թողումն է։ Մենք ուղղակի այստեղ սա արձանագրում ենք, եթե օրինակ Ռուսաստանը նույն տրամաբանությամբ շարժվեր եւ ամեն հակառուսական գնահատականից հետո ամեն հակառուսական հրապարակումից հետո կանչեր Ադրբեջանի դեսպանին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն կամ օրինակ տարբեր տելեգրամյան ալիքներ կան, չէ, ադրբեջանական, օրինակ չգիտեմ, Ձևիչե բաշնը կամ տարբեր լրատվամիջոցներ կան Ադրբեջանում, Հաքինազ, Մինվալ, օրինակ Մինվալի վերջին հոդվածներից մեկը հիմա դուք ձեր էկրաններին կարող եք տեսնել, եթե այս տեսակ բոլոր հրապարակումներից հետո Ռուսաստանի Դաշնությունը իրեն պահեր այնպես, ինչպես իրեն պահում է Ադրբեջանը, ապա
մի շարք ադմիններ Telegram-յան ալիքների կամ ձերբակալված կլինեին կամ միջազգային հետախուզում կհայտարարվեր, մի շարք խմբագիրներ, նույն այդ Մինվալի, Հակինազի եւ այլ տեղեկատվական աղբյուրների ադրբեջանական վաղուց արդեն այն բախտին պետք է արժանանային, որին արժանացավ Վենեսուելայի նախագահ Մադուրոն, բայց Ռուսաստանը այլ տրամաբանությամբ է գործում, սա թողնենք, այսպես ասած, թողնենք իրենց հայեցողությանը, ուղղակի մենք այս խնդիրն ենք արձանագրում, միևնույն ժամանակ պետք է ասենք հետևյալը, տեսեք, կրկին ասենք, Նիկոլ Փաշինյանի գործողությունների արդյունքում մենք զրկվեցինք Արցախյան Վահանից, Ադրբեջանն է ստացել է հնարավորություն ուղիղ խառնվել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին, որովհետև ի վերջո ամեն երկրում այդ երկրի իշխանություններն են որոշում, թե ինչ տեսակի նարատիվներ կարող են լինել լրատվական դաշտում, թույլատրելի նարատիվները, որոնք են, ինչ քննարկումներ կարող են լինել, բայց Ադրբեջանի իշխանությունները կարծում են, որ իրենք ի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի հաղթելով պատերազմում 20 թվականի կամ ի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի դատարկելով Արցախը 2023 թվականին իրենք արդեն կարող են ոչ միայն ձգտել Հայաստանի տարածքով ստանալ Զանգեզուրի միջանցք, մի բան է Ռուսաստանին մեղադրել, ասել, դուք այդ Զանգեզուրի միջանցքի բացումը չապահովեք, դեռ մի բան էլ խառնում են Ռուսաստանի ներքին գործերի մեջ։ Ու ընդհանրապես, տեսեք, այս իրողությունը մեզ ստիպում է հերթական անգամ ասել հետևյալի մասին։ Օրինակ, հիմա դուք ձեր էկրաններին կտեսնեք երկու լուսանկար։ Փորձագետների ռուսաստանյան փորձագետների Դուգինի եւ Ալեքսեյ Չդաևի լուսանկարները հիմա հերթով իրենց կտեսնեք։ Ինչով են այս լուսանկարները յուրահատուկ, երկուսն էլ արվել են Ադրբեջանում։ Ընդհանրապես Ռուսաստանում կար հետևյալ մոտեցումը. իրենք փորձում են որոշակի առումով խաղեր տալ Ադրբեջանի հետ, եկեք այսպես ձևակերպենք, կամ իրենք կարծում էին, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում կարելի է օրինակ աչք փակել Ադրբեջանի գործողությունների վրա կամ ավելին ինչ որ հարցերով աջակցել Ադրբեջանին, ինչը կհանգեցնի նրան, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում հաղթելով Ադրբեջանը կդառնա Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը, ինչի արդյունքում էլ ավելին նույն Դուգինը ինչ էր ասում, որ հնարավորություն կլինի ներգրավել Ադրբեջանը եվրասիական տարածքում, եվրասիական միության մեջ եւ դա Ռուսաստանի մեծագույն հաղթանակը կլիներ, բայց իրենք մեղմ ասած թերագնահատեցին ոչ միայն Ադրբեջանի իշխանությունների մտադրությունները, այլ նաեւ Թուրքիայի գործոնը Ադրբեջանում եւ վերջում ստացվեց մի իրավիճակ։ Իրենց ռազմավարական պարտությունը տարածաշրջանում եղավ այն, թե ինչ կատարվեց Հայաստանում 2018 թվականին, դրա արդյունքում Արցախը հայաթափվեց, Արցախը գոյություն չունի, բայց Ադրբեջանը դրանից հետո ոչ թե դառավ Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը, ինքը դառավ Ռուսաստանի Դաշնության ախոյաններից մեկը, եւ դա դրսևորվում է տարբեր կերպ։ Հիմա տեսեք, ռուս փորձագետների նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարում Ուկրաինային $50 միլիոն օգնություն են տրամադրել 2022 թվականի պատերազմական ռազմական գործողությունների մեկնարկից հետո, հետևաբար պետք է հասկանանք հետևյալը, որ ռուս փորձագիտական շրջանակների կամ քաղաքագիտական շրջանակների, քաղաքական շրջանակների այն մտայնությունը, թե իրենք կարող են Ադրբեջանին իրենցով առնել, սա մեղմ ասած պարտություն է կրել այդ մոտեցումը, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի նաև գործողությունների արդյունքով ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ տարածաշրջանում հարյուրամյակներ շարունակ գոյություն ունեցող ռազմավարական բալանսը խախտվել է, ինչի արդյունքում էլ Իլհամ Ալիևը իրեն թույլ է տալիս խառնվել Ռուսաստանի ներքին գործերի մեջ։ Մենք պետք է ամփոփելով մեր այսօրվա զրույցը նշենք հետևյալը, տեսեք, իհարկե Հայաստանի Հանրապետությունը չպետք է գործիք դառնա տարբեր մայրաքաղաքների շահերը սպասարկող, մենք ոչ Մոսկվայի շահերը պետք է սպասարկենք, ոչ Վաշինգտոնի, ոչ Բրյուսելի, ոչ էլ առավել եւս Անկարայի կամ Բաքվի։ Միևնույն ժամանակ մենք պետք է փորձենք համադրել մեր ազգային պետական շահերը այլոց ազգային պետական շահերի հետ այդ համադրումները գտնելով կարողանանք ապահովել մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ զարգացումը։ Մեր շահերից էր բխում, որ Արցախի հանրապետության շուրջ ձևավորված ստատուս կվոն երկարամյա լիներ, դարերով շարունակվեր։ Դա բխում էր նաեւ Ռուսաստանի Դաշնության շահերից, դա բխում էր նաեւ մեր բարեկամների Իրանի Իսլամական Հանրապետության շահերից, բայց ռազմավարական պարտություն կրեցին 2018 թվականին իրականում եւ Հայաստանը, եւ Իրանը, եւ Ռուսաստանի Դաշնությունը պարտություն կրեցին, որովհետեւ իշխանության
բերվեց մի թիմ, որը շատ ավելի արագ կերպով սկսեց իրականացնել մի նախագիծ, որի վերջնարդյունքը պետք է լինի այն, որ Իրանը խնդիրներ պետք է ունենա իր սահմանային հատվածում, նաև հարավային Կովկասում, Ռուսաստանի Դաշնությունն էլ ինքը պետք է առհասարակ հարավային Կովկասից գոնե այս հատվածից դուրս բերվի։ Ու իհարկե ամենամեծ պարտությունը այս ամեն ինչում կրել է Հայաստանի Հանրապետությունը։ Մենք կորցրել ենք Արցախը։ Ուղղակի նշենք, որ Արցախի գործոնի շնորհիվ ձևավորված անվտանգային միջավայրից օգտվում էր եւ Հայաստանը, եւ Ռուսաստանը, եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը, եւ ռուսները այսօր Ադրբեջանի հետ խնդիրներ ունենալով շատ հստակ զգում են Արցախի նշանակությունը, Արցախի կարևորությունը, ասենք նույնիսկ ավելին, դեռ երկար տարիներ Ռուսաստանի Դաշնության համար զգացնել է տալու այն, որ Արցախը ինչ-ինչ հանգամանքներից ելնելով գոյություն չունի։ Մտածեք այդ մասին։